Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, մենք շարունակում ենք շնորհակալություն ասել բժիշկներին, այո, այս ամիսներին եւ առհասարակ կարելի է այս տարի եւ կարծում եմ կարելի է միշտ, որ մեր շնորհակալության հասցեատերերը լինեն բժիշկները, մարդիկ, ովքեր օր ու գիշեր 24 ու 7 գրաֆիկով հաճախ իրենց քնի, իրենց ընտանիքների, իրենց սիրո, առողջության ամեն բանի հաշվին աշխատում են, որպեսզի հանրությունը մնա առողջ, այսինքն ապահովվի հանրային առողջությունը եւ առողջապահությունը։ Իրականում ընդհանրապես փոքրիկ զրույցներով հնարավոր չէ ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որը նրանք տարիների ընթացքում իրականացնում են, բայց մենք փորձում ենք գոնե ձեր բոլորի եւ մեր շնորհակալությունը եւ երախտիկը հասցնել տեղ, հասցնել մեր լավագույն բժիշկներին, մարդիկ, ովքեր 100-ն են եւ այդ 100-ի դեմքով մենք առողջապահության ոլորտում աշխատող 10,000-ից ավելի բժիշկներին ենք ասում շնորհակալություն բոլոր բժիշկներին։ Եվ այսօր մեր շնորհակալության հասցեատերը Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբան, ինչպես նաև նախկինում մանկաբույժ Աստղիկ Ափինյանն է, ով իր կյանքի 43 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին, ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 25,000 բուժառուի։ Կրկին պատկառելի տվյալներ, հատկապես 43 տարի, ինչպես է կարողացել այդքան երկար տարիների մնալ առողջապահության ոլորտում, չեք հոգնել արդյոք։ Պատկերացրեք, որ ոչ, տարիները, երբ որ ավելի են շատանում, ստաժի տարիները աշխատանքային, մի տեսակ ձգտումը ավելի է ավելի մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով ես մոտենում ամեն հարցին, այդ բուժական հարցին։ Շատ լավ, տեսեք, հատկապես ձեր մասնագիտության տերմարտիկ վերջին շրջանում կանգնեցին մի սարսափելի իրավիճակի առջև, դա համավարակն էր, COVID-ը, եւ գիտեմ, որ այդ ընթացքում դուք գիշեր-ցեր եք աշխատել եք, չեք քնել հանուն ազգաբնակչության, այդ դժվարությունների, այդ օրերի մասին մի քիչ պատմեք, ինչ եք արել։ Մեր հիվանդանոցը ինֆեկցիոն հիվանդանոցը այն ժամանակ առանձին էր, առաջիններից էր, որ արձագանքեց եւ ընդունեց COVID-ով հիվանդներին։ Առաջին պահին իհարկե բոլորիս համար շատ դժվար էր, բայց բոլորս մեծ նվիրումով աշխատեցինք, որպեսզի օգնենք մեր ազգաբնակչությանը։ Շատ լավ, իսկ հետաքրքիր է ինչ-որ նորամուծություններ բերեցիք առողջապահության ոլորտ, որովհետև COVID-ը մի բան էր, որի մասին ոչ ոք ոչ մի տեղեկություն չուներ, չկային դեղամիջոցներ, չկային պատվաստանյութեր եւ միայն մարդկային գործոնը այն էլ շատ ռիսկային էր։ Մարդկային գործոններ, մարդկանց վերաբերմունքներ, բժիշկների մոտեցումներ, բուժ պերսոնալի մոտեցումներ, այդ բարի կամքներ բուժ պերսոնալի, որ մարդկանց մեծ մասին հանում էր այդ իրավիճակից։ Դե իհարկե կային նաև դժվարություններ, հիվանդները շատ ծանրել եկան, հետո արդեն տեսակ դասակարգվեցին ծանրերի ռեանիմացիոն բաժանմունքի, բոլոր դեպքերում մենք նվիրումով աշխատել ենք ամբողջ անձնակազմով։ Շնորհակալություն ձեզ այդ նվիրումի համար եւ գանք արդեն այլ ուղղություն, դուք ձեր ուղիղ մասնագիտացումը մանկական վարակաբանի մասնագիտացումը փոքրիկ երեխաներին ինչպես զերծ պահել ամենատարբեր վարակների, ծաղիկայինից մինչեւ, չգիտեմ, մաշկային եւ այլն, այ ամենակարևոր խորհուրդները, որ կտակ մայրիկներին, ինչ անեն, որպեսզի պաշտպանեն իրենց բալիկներին։ Մայրիկները նախ առաջին հերթին պատվաստումներից օգտվեն։ Հիմա կան պատվաստումներ եւ կարմրուկի եւ ջրծաղիկի եւ բոլոր պատվաստումները կան, որոնք իրենք եթե ճիշտ ժամանակին դրանք անեն, բավականին զերծ կմնան այդ հիվանդություններից։ Եվ հիգիենայի կանոնները, ինչ խոսք, կան աղիքային վարակներ, որոնք կոչվում են նաեւ կեղտոտ ձեռքերի հիվանդություններ։ Երեխաներին ուշադիր լինեն իրենց խաղալիքների, խաղերի ժամանակ, ընդհանրապես պահպանեն հիգիենայի կանոնները իրենց երեխաների եւ սնուցումը։ Ամեն մի երեխա իհարկե ձգտում է այն ինչ որ արգելվում է։ Ծնողը նրա համար է, որ ճիշտ պահպանի այդ դիետան, դիետային հետևեն։
Շատ լավ, եւ ես գիտեմ, որ դուք մինչեւ վարակաբան լինելը եղել եք մանկաբույժ, նախ հետաքրքիր է փոքրիկներից ինչու եք հրաժարվել եւ այդ փոփոխությունը ինչով է պայմանավորված։ Ես փոքրիկներից չեմ հրաժարվել, բացարձակ չեմ հրաժարվել, մեծ սիրով որպես մանկաբույժ եմ աշխատել։ Մանկաբուժությունը նաև իր առանձնահատկությունն ունի, որ դու հիվանդների հետ գործ չունես, ոչ միայն նորածինների հետ գործ ունես, մինչև ասենք դեռահաս տարիքը դու տանում ես այդ երեխաներին իրանց աճը, հասունացումը, իրանց ամեն ինչը դու հետևում ես ու դա շատ մեծ բավականություն է պատճառում։ Շատ լավ, չէ, այնուամենայնիվ այդ Փոփոխությունը պատահականության սկզբունքով է տեղի ունեցել։ Ես իմացա, որ մեր մանկական վարակաբանը տեղափոխվել է հանրապետությունից գնացել է եւ թափուր տեղ ունեն։ Ուզենք շատ պատահական ասի հիմի չգնամ դառնամ։ Ու տենց որոշվեց, որ ես դառնամ վարակաբան մանկական։ Եվ կարևորը չեք զղջացել մինչև որս։ Շատ սիրով աշխատում։ Շատ լավ, եւ դուք նախնական զրույցում ասում եք, որ շատ դժվար է եկել, չնայած այն բանին, որ դուք վանաձորցի եք ծնունդով եւ Երևանում կրթություն ստանալուց հետո պետք է որոշեիք որտեղ աշխատել, շատ դժվար է եկել Վանաձոր։ Ինչու էր այդքան անհասանելի Վանաձորի բժշկական կենտրոնը։ Վանաձորի բժշկական կենտրոնը ուրեմն ուսանողները, որոնք որ Երևանում արդեն տեղ չէին գտնում, բոլորը ձգտում էին ոչ թե Վանաձոր, այլ Կիրովական։ Դա մի գողտրի գեղեցիկ քաղաք էր, որը շատ հաճելի էր եւ բոլորը ձգտում էին գալ աշխատանքի այստեղ, գոնե 3 տարով։ Դրա համար դժվար էր։ Բայց ձեզ ինչպես հաջողվեց։ Ինչ որ մեկը ամուսնացավ մնաց Երևանում։ Եվ դուք կարևորը որ վերադարձաք, առհասարակ շատ կարևոր է որ յուրաքանչյուր բժիշկ հենց իր հողում, իր հայրենի քաղաքում մնա, որովհետև շատերն են ձգտում դեպի մայրաքաղաք, մեր դեպ սիրելի հեռուստադիտողներ, մեր նախագծի ընթացքում, երբ պիտի ընտրեինք 100 բժիշկների, մենք հստակ որոշում ենք կայացրել, որ 100 լավագույն բժիշկները պիտի ընտրվեն մեծամասամբ մարզերից եւ ընդամենը 10 բժիշկ է ընտրվել Երևանից։ Սա հստակ ուղերձ է, որ այո, պիտի մարզերում գործունեություն ծավալող բժիշկները համապատասխան հարգանքի եւ վերաբերմունքի արժանանան, որտեղ Երևանում բժիշկ լինելը այսօր շատ հեշտ է, որովհետեւ տեխնիկապես հագեցած են գրեթե բոլոր բժշկական կենտրոնները, ամեն ինչ ունեն լավ բժիշկ լինելու համար, իսկ համարզերում դեռ կան դժվարություններ եւ մարզերում բժիշկ լինելը առանձնակի հերոսություն է եւ ձեզ այդ հերոսության համար շնորհակալություն, կհաստատեք արդյոք իմ խոսքերը։ Երևի այո։ Շատ լավ, որպես ամփոփում ինչ մաղթանք ունեք մեզ հետևող մարդկանց, այն քաղաքացիներին, ովքեր ձեզ տեսնում են եւ առհասարակ ինչ տպավորություն ունեք այն ընտրությունից, որ դուք էլ 100 լավագույնների մեջ եք։ Բոլորին մաղթում եմ առողջություն, կցանկանամ, որ մեր հայրենիքը, մեր երկիրը նույնպես լինի շատ առաջին շարքերում բոլոր ոլորտներով, նաև առողջապահության ոլորտում զարգացած երկրների շարքում դիտել։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, սիրելի բարեկամներ, մենք դեռ հանդիպելու ենք, շարունակում ենք բացահայտել Հայաստանի լավագույն բժիշկներին, մնացեք մեզ հետ, ամեն ինչ հետաքրքիր է լինելու։